Բարի լույս էլի բարեկամներ, բարի ողջույն բոլորիս եւ փաթիրոջ այս հրաշալի օրվա համար մենք սկսում ենք շաբաթվա առաջին ծրագիրը, առաջին օրվա մեր ծրագիրը երկշաբթի այսօր եւ մեր հյուրն է մեզ էլի ուրեմն Արտյոմ եղբայրը Սևանյան, որը Քրիստոսի միսիա եկեղեցու հովիվն է, ճիշտ ասեցի, չէ՞։ Այո։ Արտյոմ ջան, բարի եկալ եղբայրս, շնորհակալ եմ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ հրավերի համար նորից։ Ես էլ շատ ուրախ եմ, բավականին երկար ժամանակ չէինք հանդիպել եւ փառքասով որ ստեղծվեց մեր հանդիպումը, ստացվեց։ Այո, ուրախ։ Արտյոմ ջան, անցնենք միանգամից մեր այսօրվա թեմային վերնագիրը լինել սրտով իմաստուն, ես ինչ որ բան կարծես թե քաղեցի այս խոսքից այն իմաստով որ կա ուղեղով իմաստուն եւ կա սրտով իմաստուն եւ դա շատ տարբեր բաներ են ինչի մասին է լինելու խոսքը մարդը կարող է լինել շատ բանական, խելացի, դրամաբանող, բայց շատ կարող որ է հասկանալ Աստծո գործը եւ դրա համար անհրաժեշտ է սրտով իմաստուն լինել։ Ու որպես մեջբերում մենք գնայինք Սաղմոս 90-ը, հետաքրքիր սրա մասին ակնարկ կա։ Ինչի համար եմ ընտրել այս թեման, որովհետև մանավանդ 21-րդ դարի մեջ մեզ անհրաժեշտ է որ մենք հասկանանք աստվածային առաջնորդությունը ոչ թե դրամաբանական կամ բանական ուղղվածությունով առաջ գնանք։ Այնքան խառն է հիմա ամբողջ աշխարհը, որ չես կարող հասկանալ ինչա կատարվում։ Գիտես, շատ տեղեր ենք նկատում Աստծո խոսքի մեջ սրտի մասին այդ գաղափարը, սրտով մաքուր, սրտով իմաստուն, սրտով հասկանալ, սրտով հավատալ, նաև այդ իմաստով շատ հետաքրքիր է այդ սրտի գաղափարը էլի եւ այսօր անկեղծ ասած առաջին անգամ եմ առնչվում այս թեմային ինչը նշանակում լինել սրտով իմաստուն այո ես ինչայլոց այն Սաղմոսը որը մենք իրար հետ կկարդանք այդտեղ Մովսեսը երբ որ գրում է այս գիրքը ասում է սովորեցրու իմ օրերը այնպես հաշվել որ սրտով իմաստուն լինեմ վաու այսինքն շատ կարևոր է որ մենք մոտենանք Աստծուն որ ինքը մեզ սովորեցնի ինչպես հաշվարկ անենք մեր կյանքի օրերը հաշվենք կյանքի օրերը հաշվարկ անելը շատ կարևոր բան է իրականում նորից կապ ունի մաթեմատիկայի հետ, չէ՞ որ մեր կյանքն է դրած մեր ընթացքն է դրված, մեր երեխաների կյանքն է դրված, մեր ապրելը իմաստ ունի։ Այսինքն կարող ենք ասել, որ հաշվել օրերը նշանակում ֆիքսվել կամ ֆիքսել մեր մեջ, ամեն օրը ֆիքսել։ Այո, բայց շատ կարևոր է դա նաև հասկանալ, որ հաշվարկի մեջ շատ կարևոր է, որ Աստված օգնի, որ հաշվենք։ Դա իմաստությունը այո, այսօր ես եմ ընտրել այս թեման, որովհետև շատ մարդիկ ուղղակի գնում են իրենց ցանկությունների հետևից։ Եթե ես մի բան եմ ցանկանում, ես մտածում եմ դա միգուցե կապ ունի նաև Աստծո հետ, բայց շատ կարևոր է առանձնանալ միշտ Աստծո հետ եւ խնդրել ասել Տեր օգնի ինձ, որ իմ օրերը այնպես հաշվեն, որ սրտով իմաստուն է։ Այսինքն սրտով իմաստուն լինել ուղիղ կապ ունի օրերը հաշվելու հետ։ Այո։ Հետաքրքիր է շատ։ Սիրով եւ ես ճիշտ ասած, քանի որ այստեղից աշխատանքի պիտի գնամ։ Էլ նաև իմ հետ հենց այսօրվա մեր թեմայի հետ ինչ որ չափով կապ ունի։ Դու նաև շինարար ես, ամեն ինչ հաշվարկի հետ կապ ունի, շինարարի մտածելակերպով ես այսօր նայեք խոսալու։ Աբրահամ ջան, ես իմ մոտ այստեղ մի նախագիծ կա։ Վաու։ Սա տան շինարարության նախագիծը։ Եվ տանտերը երբ որ այս նախագիծը ինքը փորձել է ձևավորի, ընտրել է չափերը,
ընտրելա վայրը, հողը գնելա եւ այստեղ ամեն ինչ նշված է։ Մանրակրկիտ գրված է թե ինչ չափերով, ինչ հաստության արմատուրա պիտի լինի, գրիշ ինչպես պիտի լինի, պատուհաններ ինչպես, սենյակները ինչ չափերի պետք է լինի։ Բայց ծրագիրը, պրոյեկտը չի ընդունվել։ Որովհետև չի համապատասխանում։ Պետությունը չի ընդունել։ Այո, առայժմ սարաչիվով չի ընդունվել, որովհետև պրոյեկտը, ծրագիրը մի քիչ չափերից ավելի մեծ է։ Մենք կարծենք, որ դե հիմա չափեր են մի սանտիմետր մի մետր էսկո, բայց 30 սանտիմետր ինքը ավելի մեծ է, ավելի իր հողի համեմատ ինքը մեծ պրոյեկտ է։ Հողի համեմատ են որոշում չափ, այո, հողի համեմատ որոշում են, թե դու ինչ պրոյեկտ կարող ես այդտեղ նախագծել։ Առաջներում ոնց ուզում կառուցում էին, չէ՞, ասեք։ Հիմա այդպես չի։ Չի կարող լինել։ Հիմա ինչի համար եմ ես ամեն ինչը ուզում եմ սրա մասին էլ խոսենք, որովհետև գիտես ինչ, երբեմն մենք մեր ցանկություններից ելնելով պրոյեկտներ ենք գծում մեր կյանքի համար, բայց երկնքում կա մեկը, որ ճարտարապետ է, և ինքը այդ նախագիծը պիտի հաստատի, ինքը պիտի ասի այդ պրոյեկտը մենք կարող ենք իրականացնել, թե չէ, թեև կարող է շատ լավ հրաշալի նպատակներ լինել։ Տեր ասում է, մինչև որ տունը կառուցես հաշվարկ կարա, կապ ունի, չէ՞ դրա։ Այո, և մենք պետք է հաշվարկ անենք Աստծո հետ, որովհետև գիտես այս ծրագիրը, հա, որ նախագիծ երբ որ գծվել է, էլի ինչ որ ճարտարապետի հետ է եղել եւ ինքը նախագիծը գծել է, բայց պիտի տանի երկրորդ փուլով նորից հաստատի մի քիչ ավելի փոքր ձևով։ Հիմա մեր կարդանք ես Սաղմոսը, նոր հետո շատ ենք սիրով։ Ամբողջությամբ, եթե կարելի է կարդալ։ Իհարկե։ Ով Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար, երբ դեռ սարերը չեն ծնվել և չեն ստեղծվել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտյան դու ես Աստված։ Դու մարդուն փոշի ես դարձնում և ասում, նորից փոշի դարձեք, մարդկանց որդիներ, որովհետև 1000 տարի քեզ համար մեկ օրվա պես է, որ երեք անցավ և մի պահի պես է գիշերվա մեջ։ Դու նրանց հեղեղի պես քշում ես և նրանց վերանում է։ Խոտի պես են, որ կանչում է առավոտյան, առավոտյան կանչում է և անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։ Արդարև մաշվեցին քո բարկությունից և քո ցասումից խռովեցինք, մեր անօրենությունը դրեցիր մեր առջև, մեր ծածուկ մեղքերը քո լույսի մեջ, որովհետև մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիները անցկացնում ենք մի հառաչանքի պես։ Մեր տարիների օրերը 70 տարի են, և եթե զորությամբ 80 տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են և մենք թրջում ենք։ Ով գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը քեզանից վախի համեմատ։ Սովորեցնում ես այնպես հաշվել մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Դարձիր, ով Տեր, մինչև երբ խղճա քո ծառաներին, քո ողորմությամբ կշտացնում ես առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերում։ Ուրախացնում ես այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։ Թող քո ծառաների գործը երևա և քո փառքը նրանց որդիների, ով մեր Աստված, վայելուչությունը թող լինի քեզ վրա և մեր ձեռքի գործերը հաստատիր մեզ համար։ Մեր ձեռքի գործերը հաստատիր։ Վերջում
նորից գրում է շատ կարևոր է որ այն պրոյեկտը այն ծրագիրը այն կյանքի օրերը որ կա Աստված ինքը վերջում իր կնիքը դնի եւ դրա համար յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ շատ կարևոր է որ մենք գնանք Աստծո առաջ եւ խնդրենք Աստված իմ այն ինչ որ ես ունեմ նախագծած իմ կյանքի օրերի համար արդյոք դու կհաստատես շատ լավ է որ մենք վերջերս որպեսզի կարողանամ մի քանի օրինակներ կբերեմ դրա մասին մեր եղբայրներից մեկը խնդիրներ ուներ տան բնակարանում ու ինչ էր տեղի ունեցել նրան եկել են եւ ինքը տունը պարտվել էր դատարանով այնպես որ դատավոր ինքը որոշումը կայացրել է դատը պարտվել է եւ ոստիկանները եկել են եւ իրան հանում են տնից եւ ինքը բաղված խառնաշփոթ է իրավիճակների մեջ անգամ ժամանակ չունի եկեղեցի հաճախելու համար ես ասում եմ արի իրար հետ աղոթեն բայց խառնված վիճակի մեջ դժվար է հասկանալ թե ինչ է նշանակում ամենադժվար պահին կանգնել Աստծո առաջ եւ Աստված քո ձեռքերի մեջ է վերջի պատասխան բայց վերջով ինքը որոշում կայացրեց որ ամեն բան պիտի թողնի մի կողմ վերադառնա Տիրոջ տուն եւ սկսի աղոթքների մեջ որովհետեւ տարիներ շարունակ այս process-ը գնում էր ինքը անդադ զբաղված եւ ոչ մի բան չի հակառակը ծրագիրը լրիվ գնացել էր հակառակ ձև եւ հետաքրքիր է նա որ ոստիկանները գալիս են ինքը ժամանակ է խնդրում որ մի քանի օր որ կարողանա իր վեշերը հանի եւ երեք եկել էր եկեղեցի այդ ընթացքում իհարկե աղոթքների բանի մեջ երեք եկել էր եկեղեցի եւ գոռում էր վաու Աստված իմ կյանքի մեջ հետաքրքիր հրաշք արել ու մենք լսում ենք ապշում ենք Աստծո գործերի վրա թե ինչպես ինքը կարող է քեզ ավելի ճիշտ լուծումներ տալ քան որ մենք մտածում ենք որ կարելի է այս փաստաբանին այն փաստաբանին մյուս փաստաբանին դիմենք որպեսզի նրանք օգնեն մեր հարցերը եւ ինչ է եղնում երբ որ մտնում է իր գործերը նայելու համար տեսնում է որ այդ դատավորը որը իրան դատավճիռը կայացրել է բռնվել է ինչ որ հանցանքի մեջ եւ այդ դատավճիռը չեղարկվել է եւ սա ցնցող լուր է իր համար որովհետեւ նոր դատավարություն պիտի լինի եւ ամբողջ թղթաբանությունը ամբողջ բանը իր ձեռքերի մեջ ես ինչի համար եմ ասում որովհետեւ մենք երբեմն մտածում ենք որ գիտես եթե ես այս բանը չանեմ ես հաջորդ քայլը կարող է պարտվել եթե ես սա չանեմ հաջորդ բանը կարող եմ ձախողում ունենալ բայց վերջի պատասխանը գալիս է Աստծո մոտ սովորեցրու ինձ այնպես իմ օրերը հաշվել որ սրտով իմաստուն լինեն այսինքն մենք կարող ենք մեր կյանքի տարիները ապրենք տասնյակ տարիներ կորցնենք ժամանակ կորցնենք բայց այդպես է սրտով իմաստություն չունենալ տրամաբանությունով մեր մտքով մեր հաշվարկները ճիշտ է եթե նեղության մեջ ես ընկնում կարելի է դիմել որևէ մի փաստաբանի եթե ես նեղության մեջ եմ կարելի է դիմել իմ հարազատին որ մի քիչ ֆինանսներ տարբերակները շատ են այո բժշկի դիմել ամենաառաջի քայլը որ մենք մտածում ենք բայց հաշվարկ անելը եւ ճարտարապետական այդ նախագծի վրա իր կնիքը խփելը դա Աստծո ձեռքի գործ է վա այստեղ այս բանի մեջ Սաղմոս 90-ը որ կարդացիր ին թարգմանությամբ հետաքրքիր բառ օգտագործում ասում որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են ահա քո բարկությունով մեր տարիները անց են կացնում ինչպես ափղ ցփղ
խոսք։ Հենց այդպես է թարգում։ Այսինքն դու պատկերացնում ես մարդ ապրում է իր օրերը Աստծուց տված այդ ռեսուրսը վատնելով ափղ ծփղ բաների մեջ եւ իրան թվում է թե ինքը ինչ-որ բանի է հասել բայց ասում է երբ որ այդպես անցնում ափղ ծփղ մեր օրերը դա Աստված համարում է փչացած օրեր չէ այդ խոսքը այդպես այսինքն հետ ես նայում ասում ես ինչ անկապ անցավ իմ տարիները հա ես ինչ որ իմ բոլոր որոշումները քայլերը հաշվարկների մեջ փաստորեն սխալվել եմ այո որովհետև դու քո տարիները անց ես կասնում իրականում հա կոչում է խոտի նման հա հաշվում ես նայում ես քո կյանքի տարիները անցել է բայց դու ուղղակի անիմաստ կյանք ես վարել մի պահ հետ ես նայում ու տեսնում ես ոչ մի բան քո կյանքի մեջ չի փոխվել դու նույն տեղում ես որտեղ որ եղել ես առաջընթաց չի գրանցվել այո եւ յուրաքանչյուր մարդ որ կա ինքը մտածում է ինքը աշխարհի ամենաիմաստուն մարդն է ոչինչ ասենց որովհետեւ շատ լավ թեմա է ընտրել իրոք շատ լավ թեմա է եղբայր եւ փաստորեն ինչա կատարվում նախ հաշվել պետքա սովորենք մաթեմատիկա պետքա սովորենք այսինքն եթե մենք մաթեմատիկա չգիտենք մենք հաշվարկել չենք կարողանում որովհետև հաշվել չի նշանակում 2 շաբթի 3 շաբթի 4 այսօր 2 շաբթի դա չի նշանակում դա մեր կյանքի այսպես ասած որոշումների ու ընտրության հետ կապված բաներ է այդ հաշվարկները հերուն տեսնել նաև հա այսինքն ես այսօր ինչ որ որոշում կայացրեցի հետագայում ինչ արդյունք կստանամ ինչ քանի ինչ ձևաչափերով պետքա այսինքն խորությունը բարձրությունը լայնությունը ինչպես պետքա դա գծագրվի հա օրինակ շատ կարևոր է որովհետև մի դետալը փոքրիկ մի դետալ քո կյանքի մեջ եթե ճիշտ չի նախագծվում ես ուզում եմ ասեմ բացի այն որ եթե պրոյեկտը ընդունվի վերջում պիտի հաստատվի որ շինարարությունը ճիշտ ձևով է կառուցվում եւ շատ հետաքրքիր բան ասեցի որ օրինակ տունը կառուցվում է ըստ իր տարածքի մեծության այսինքն դու չես կարող խոսքի օրինակ 400 մետր քառակուսի ունենաս ու 300 քառակուսի մետր լայնքով տուն կառուցես հնարավոր չէ ինչի համար որ քեզ տարածքա պետք ազատ դուրս գալ մտնելա պետք դրանց հարևանների չխան սահմանները ճիշտ այսինքն օգտագործելա պետք սրանք հարցեր են հա այսինքն մեծ տուն ունենալը չի մենակ խնդիրը ստեղ այո ցանկությունները շատ են ցանկությունները շատ լավ է ասում ուզում ենք մեր հողի վրա մի հա երկնակեր սարքենք հա դա հնարավոր չի այդ պետքա մենք հասկանանք այն ինչ որ Աստված մեր կյանքի համար տվել է ոնց ապրենք մենք այդ օրերը ինչպես հաշվենք այդ օրերը որպեսզի երբ որ գա ժամանակը մենք կարողանանք ավարտին հասնենք այդ շենքի շինարարությունը այո տես օրինակ այսպեսի արտահայտություններ շատ կա ժամանակ չունեմ չեմ հասցնում գործելս ապրես ես ուզում եմ հենց դրա վրա գնանք որովհետև այսօր մի խնդիր եմ տեսնում որ շատ շատերը գիտես վերջերս մի հրյարաբի մի պատգամ էի լսում ինչ շատ դուր եկավ այս քրիստոնյա իհարկե ռաբի էր բայց շատ հետաքրքիր էր որ ինքը մի հետաքրքիր բան էր ասում էր մեզ համար մեր ռաբիների համար անհասկանալի մի բան է որ մեկը ասում է ես այսօր ինձ հարմար չի ժողովարան գալը որովհետև ասում է մենք դա նույն բանն է քանի որ 6 օր աշխատի եւ 7-րդ օրը տիրոջը հանձնի դա էլ է պետք հաշվի 7-րդ նախորոք Աստված շատ բան չի բայց պրոյեկտի մեջ կա Աստծո ծրագրերի մեջ մեր կյանքի շինարարության մեջ շատ կարևոր է եւ
ինքը հետաքրքիր մի բան էր ասում էր դա նույն բանն է որ եթե ես իմ ծնողի հետ բան պայմանավորվեմ բայց հետո ընթացքում որևէ իմ ընկերներից մեկը գա եւ ինձ ասի որ գիտես արի իմ հետ քեֆի որովհետեւ ես ինչ օրը քաղաքից պիտի դուրս գամ եւ դու քո հորը մերժես եւ գնաս քո ընկերոջ հետ այսինքն կարող ենք ասել որ օրերը տես մենք ունենք ժամեր որ օրը 24 ժամ է եւ իրան պետքա հաշվել օրերը նաեւ այդ իմաստով որ պետքա բաժանենք մասերի եւ կարողանանք մեր Աստծուն տրամադրելու ժամանակ ունենանք Աստծո հետ մենիկ բան ունենանք հանգիստ ունենանք եւ ընտանիքի հետ մեր ժամանակ ունենանք այո չէ եւ եկեղեցին եւ ծառայությունը ամեն բան պետք է իր տեղը լինի սա ինչ-որ կարգ ու կանոնի հետ կապված բան էլ է այո շատ հետաքրքիր բան է որ դու իդես ինչ ես իմ շինարարության մեջ բախվել եմ շատ ու շատ խնդիրների որովհետեւ գիտես մարդիկ կա որ մտածում են հա դե մի փոքր սխալ ոչ մի բան բայց եղել է դեպքեր որ շինարարությունը չեն ընդունել պատճառը եղել է մի բան որ ճիշտ չի կառուցվել այդ տունը իրավունքը թեկուզ տրվել է բայց ընթացքում մենք մեր կյանքի մեջ գնում բայց ճիշտ չավարտեցինք որովհետև եթե ես գիտեմ որ 6 օր աշխատել բայց 1 օր իմ տիրոջ պիտի տալ մարդկա կարող ասի դե հիմա որ չգնամ ինչ պիտի փոխվի ես վերջերս մեկը ասում էր ես on-line պատգամներ եմ լսում տարբերությունը որն է գամ եկեղեցի թե չէ մեզ խնդիրը նրանում չի որ որևէ հարանվանության եկեղեցի գնաս, բայց շատ կարևոր է, որովհետև Հիսուսն էլ գրված է, որ իր սովորության համաձայն ամեն շաբաթ օր, երբ որ Նազարեթում էր գնում էր ժողովարան։ Եվ ասում եմ լսի, մենք չենք կարող on-line, հա, որովհետև այսօր ամեն ինչ կապում են, հա, ինտերնետ ցանցային բանի հետ, կարելի է լսել, բայց ինտերնետով հաշ չես կարող ուտել, սալատ չես կարող ուտել, դու կարող ես տեսնել ոնց են սալատ պատրաստում, բայց քեզ պետք է համտեսել այդ ամեն ինչ, գնալ, մտնել մի միջավայրի մեջ, որտեղ Աստված ինքը կարող է իր գերբնական ու փառավոր ձևով այցելություն անի։ Սրա համար շատ կարևոր է, թեկուզ մանրունքներ են, փոքր բաներ են, բայց կարևոր է լսել Աստծո ձայնը։ Գիտեք, նայեք ես ինչ ասում 10-րդ համարի մեջ։ Մեր տարիների օրերը 70 տարի են, եթե զորությամբ 80 տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք ու ցավ է։ Եթե հաշվում ենք մեր կյանքի տարիները, մեր կյանքի 1/3 մասը մենք քնած ենք։ Մնացած ժամանակները 1/3 մասն էլ աշխատանքի մեջ ենք։ Առավոտից երեկո աշխատանք, ցավ, տառապանք, չէ։ Մեզ ինչ ամնում այնտեղ այն վերջի, հա, 3-րդ մասը ապրել Եվ դրա համար մենք պետք է իմաստություն խնդրենք, ասենք Աստված, ես ուզում եմ վերադառնամ, որ դու ինձ օգնես, որ ես իմ կյանքի օրերը ճիշտ ապրեմ։ Եվ դրա համար այո, շատ կարևոր է մենք ժամանակ տրամադրենք աղոթքին եւ խոսքը սերտելու։ Որպեսզի հանճարեղ իմաստուն, սրտով իմաստուն լինենք։ Օրինակ, ինչ տարբերություն կա սրտով իմաստուն լինելու կամ ուղեղով իմաստուն լինելու մեջ։ Գիտես, լավ, այսև ասեմ, ես նկատել եմ, որ փիլիսոփայությունը թեև ինքը լավ բան է, բայց շատ մարդիկ կա, որ խոսքով ճարտար են, մտքով շատ ճարտար են, բայց ճարպիկության մասին է խոսք։ Եվ նաև խոսքի առումով որ կարող են լավ, գիտես շատ մարդիկ կա, օծին բնից դուրս անեն իմաստով։ Իրենք կարող են խելացի մտքեր տան, խելացի հանճարեղ բաներ տան, բայց
այդպես էլ իրենց կյանքի մեջ ոչ մի հաջողության չհասնեն, որովհետև այդ մարդիկ եմ տեսել, որ երբ որ իրենց հարցնես բիզնեսի առումով այնքան գաղափարներ քեզ կարող են տալ, որ դու անգամ չես պատկերացնում, որ կարելի է դրանց։ Ես մի անձնավորություն կար, ինքը պատմում էր, ասում էր, ես լիք մարդկանց օգնել եմ, որ իրանք բիզնեսի մեջ հաջողվեն ու հաջողվել է, բայց ինքը իրականում չուներ ոչ մի բան։ Այսինքն աշխարհում էլ կան մարդիկ, ովքեր լավ հաջողությունների են անցնում բիզնես, այսինքն ունեցվածք, բայց դա չի խոսում նրա մասին, որ սրտով իմաստուն են։ Կարող են այդպես։ Այո, եւ դրա համար այո սրտի իմաստություն։ Չարությունով էլ կարող են հասնել։ Այո։ Մարդը լինի իմաստուն, բայց չար սիրտ ունենա, այսինքն ստեղ խոսում է իմաստուն սրտի մասին։ Այո։ Հենց իմաստուն սիրտը նա, որ դու խոնարհվես Տիրոջ առաջ, խոնարհությունը շատ անհրաժեշտ, որ ուղղակի գնաս Տիրոջ առաջ ասես Տեր ջան, ես չեմ կարող իմ նախագիծը իրականացնել, եթե դու ճիշտ լուծումներ չկարողանաս, չտաս ինձ։ Որովհետև մեր վաղվա օրերը, մեր վաղվա ժամերը մենք կարող ենք անիմաստ ուղղակի կորցնել։ Կարող եմ հաստալ թե թեման վերջացնես։ Նայ Դավիթը այսպես արտահայտություն ունի, կապ ունի այս խոսքը այսօրվա թեմայի հետ, իմաստուն սրտի հետ, Տեր քո խոսքը պահեցի իմ սրտի մեջ, որ քո առաջ չմեղանչեմ։ Այո։ Այսինքն իմաստուն սիրտը համարվում է այն սիրտը, որտեղ պահված է խոսքը։ Խոսքը ինչ անում սրտում։ Այսինքն խոսքը կարող ենք ասել, մի ուրիշտեղ ասում քո խոսքը ճրակ է իմ աչքերին, որ լույս է տալի իմ ճանապարհին։ Այո։ Ճրակը, որը լույս է տալի իմ ճանապարհին, իմաստը նույնը չի։ Ահա, իհարկե։ Գիտես, մի քիչ ես ուզեմ պատմության հետքերով գնանք մարդիկ կան, որ իրենց կյանքը իրենց ավարտը եղել է շատ փառահեղ, հետաքրքիր, եթե մենք նայենք Մովսեսին, հա, Աստվածաշնչյան որոշ հերոսներին, Աբրահամին, թվում է թե ինքը իր կյանքի ընթացքի մեջ, բայց միշտ մարդիկ վերադարձել են Աստծո մոտ եւ ասել են Տեր, դու ես իմ կյանքի ընթացքը որոշողը։ Եվ հարցը նրանում չի դու ինչքան հա կապեր ունես, որքան մեծ են քո կապերը, հարցը նրանում չի առողջ ես թե առողջ չես, հարցը նրանում է, որ մենք պիտի վերադառնանք հենց այն Արարչին, որ ինքը ստեղծել է այս ամեն ինչը, եւ յուրաքանչյուր մարդ գիտես նկատել եմ, որ անգամ հոգեվոր բաժնի մեջ մարդիկ ովքեր իմացել են իրենց կոչումը, թողել են շատ հովիվներ, շատ առաջնորդներ, անգամ ես գիտեմ, որ թողել են իրենց կոչումը, գնացել են աշխատանքի հետևից։ Պատճառը եղել է նա, որ եւ անգամ Աստծո խոսքից են հեռացել, այն որ պիտի պահեին Աստծո խոսքը իրենց սրտի մեջ, ապրեին դրանով, համարել են, որ իրենց նախագիծը վերցնեն եւ գնան առաջ, բայց հենց հարցը սրանում է, որ մենք պիտի գանք Տիրոջ առաջ եւ խնդրենք, ասենք Աստված ջան, օգնիր, որ ես իմ կյանքի տարիները այնպես կարողանամ հաշվեմ, որ սրտով իմաստուն եղնեմ։ Որ երբ որ գա ժամանակ ես կարողանամ պատմեմ, ասեմ, գիտես ինչ, իմ երեխաներին, իմ թոռներին, իմ ընկերներին, հարազատներին կարողանամ պատմեմ եւ ասեմ, Աստծո արչեւ գնալը առանձնանալը, մենիկ պահը, Տիրոջ երեսը փնտրելը ամենակարևոր բաներից մեկն է, որովհետև այդ նախագիծը, երկնային նախագիծը պիտի հաստատի Աստված։ Հարցս այսպես այս տողերը, գիտես դու նայ, դու շատ կարևոր միտք ես տալի, որ ես սիրում եմ բռնել ու քիչ փորձենք զարգացնել, էլի սա։ Նայ, մարդը կարող է լավ հաշվարկներ ունենա, հասնի այս երկրի մեջ մեծ հաջողությունների, բայց ստեղ խնդիրը ոչ թե երկրային հաջողություն, այլ հավիտենական, այսպես ասած, իմաստ ունեցող հաջողություն,
սրանում է խնդիրը, այսինքն մենք այս թեմայի մեջ մի բան ենք հասկանում, որ այս օրերը հաշվելը ու իմաստուն սիրտ ունենալը դա նյութականին չի վերաբերվում, դա հավիտենական իմաստին, այսինքն մի ձևով մենք նկատում ենք, որ օրերը մեզ որ Տերը տալիս է, դա մի շանս է, որ ապրում ենք այդ օրերում ունենալու համար հավիտենական կյանքը, արժեքները, փաստորեն ինչ է կատարվում, այսինքն գուցե տեսանելիորեն շատ մեծ հաջողությունների չենք հասել նյութական առումով, բայց հոգևոր իմաստով մենք ձեռք ենք բերում երկնային համակարգը, այսինքն Սուրբ Հոգու ամբողջ այդ պտուղը, որ խոսում է Գաղատացիս 5:22-ում, չէ, սեր, խաղաղություն, խնդություն, երկայնամատնություն եւ այդպես շարունակ, սրանց մասին է խոսքը, այսինքն դու այդ օրերը օգտագործում ես իմաստությամբ ձեռք բերելով սրտի իմաստություն, ամեն հասկանալով, որ այն ինչ որ հիմա դու ունես, դա հավիտենական նշանակություն ունի, այո, սա շատ զորավոր է, կներես ընդհատեցի, բայց ուղղակի դու ասի երկնային պրոյեկտ հենց դրա մասին է, այո, հենց սրանում է, որ ես երբեմն զարմանում եմ վերստին ծնված մարդիկ, որոնք չեն փնտրում Աստծուն, այլ զբաղված են ինչ-որ բաներով։ Տենում ես ինչա, նայ, Պողոս առաքյալը ասում է, եթե միայն այս կյանքի համար ենք հուսացել Հիսուսին, Քրիստոսին, մենք մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Այո։ Մենք ինչ ենք անում, ինչի համար ենք ծնվել, որովհետև գիտես Աստված մեզ ընտրել, նախասահմանել, երբ որ մենք նայում ենք Եփեսացիների հատուղթը, հավիտենից առաջ Աստված մեզ ընտրել, որդեգրել, չէ՞, իր գործերի ժառանգակիցա դարձրել, եւ մենք լինելով երկնային արքայության Աստծո փառքի մի կարևոր ծրագիր, հա, որ յուրաքանչյուրս գիտենք, որ մենք զբաղված ենք 21-րդ դարում ամեն մեկս ինչ որ հարցերով, ինչ որ խնդիրներով, կռոնքն էլ կարա զբաղմունք լինի, այո, քրիստոնեությունը կարա զբաղմունք լինի, ներողություն, այո, քրիստոնեությունը իմաստուն սրտով, այո, մենք ինչ որ մի բան ենք անում, բայց մենք չենք գնում հարցնենք Աստվածին, դու ինչ ունես իմ կյանքի համար, այո, որն է, ես այն ինչ որ ունեմ, եթե սկսեմ կվերջացնեմ, թե չէ։ Տես օրինակ մենք երբ որ խոսում ենք, որ Աստված օրհնի մեզ, մենք մեր աղոթների ժամանակ էլ Տեր օրհնիր ինձ, բայց մեր միտքը օրհնությունը մենք ասոցացնում ենք նյութական բաներով։ Ուզում ենք որ Տերը հաստատի դա, մեր ծրագիրը բերում ենք իր առաջ, ոչ թե միայն բերում ենք, այլ թելադրում ենք թե ինչպես անի։ Նկատում ես, սա իմաստուն սրտի աղոթք չի։ Այո։ Իմաստուն սիրտը չի կապում իր օրհնությունները նյութական բաների մեջ, նա դու Եփեսացիս 1:3 խոսացիս եւ ասում Աստված մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնություններով, երկնավորներումը Քրիստոսով։ Գժվելու բան է։ Սա է իմաստությունը, երբ որ դու հասկանում ես ով ես, ինչի համար ես ընտրված, քո կյանքիդ իմաստը օրերիդ Աստծո տված պարգևը օրերդ ինչի համար կարող ես օգտագործել, ինչ շինարարություն ես անում, հավիտենական իմաստ ունի, թե ժամանակավոր իմաստ ունի։ Եվ դրա համար ես հասկանում եմ մի բան, որ մենք պիտի բոլորս գնանք մի հատ կետի, որ փնտրենք Աստծո երեսը, աղոթք անենք, ասենք Աստված ինձ ոչ թե պետք է ես իմ կյանքի օրերը ապրեմ հարուստ, ապահովված, ամեն ինչով, այլ պետք է սրտով իմաստուն լինեմ, որ պատմություն կարողանամ կերտեմ, ինչեւ որ կվերադառնամ քեզ։ Այո։ Ես վերջերս մի եղբայրներից մեկին հարց է տալի, ասում է ինչքան կարևոր է, որ մենք Աստծո առաջ շնորհ գտնենք, Եվ պատկերացրու այդ հարցը կուզենամ, որ նաև ժողովուրդը այս հարցին եթե կարող են իրենց մտքի մեջ պատասխանեն, եթե Աստված որոշի, որ պիտի գա Երևան,
Եվ գիտենք, որ շատ քրիստոնյաներ կան Երևանի մեջ, հա, բայց նրա որոշումը ձև լինի, որ 100 հոգու պիտի այցելեմ։ Արդյոք դու կլինես այն մարդկանցից մեկը, որ այդ Տերը կգա քեզ այցելության։ Թե մենք Աստծո տված ժամանակները ուղղակի վատնում ենք անկապ, այս կողմ, այն կողմ, ինչ որ ճանապարհների մեջ մենք պիտի կապավոր ձևով մենք հասկանանք Աստվածին, ես իմ կյանքի օրերը պիտի ապրեմ քեզ համար եւ ինձ շատ անհրաժեշտ է որ ես իմաստուն լինեմ, բայց ոչ թե աշխարհի իմաստության մասին է խոսքը, այլ սրտի իմաստության մասին է խոսքը, որ Տերը քեզ տա երկնքից իջած, չէ, Հակոբոսը պես ասում, երկնքից իջած իմաստությունը նախ հզուր, հեզե, հլույ է, խաղաղարար, անկողմնակալ, եւ այստեղ Մովսեսը ինքը մի աղոթքը շարունակում է եւ ինչ ասում դարձիր Տեր մինչեւ երբ խղճա քո ծառաներին քո ողորմությամբ կշտացրում ես առատույց որ ցնցանք եւ ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերը Աստված ինքն է կշտացնում մեր կյանքի օրերը, որ դրանով ցնցանք եւ ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Եվ ասում է, ուրախացնում ես այն օրերի չափով, որտեղ կարող ենք մենք ուրախ լինենք։ Ինչի է պատճառը նրանում, որ շատ քրիստոնյաներ այսօր, երբ որ նայում ես իրանց դեմքին ուրախություն չկա, ժպիտ չկա, որովհետեւ հոգնած են։ Մտել են մի համակարգի մեջ, որ ընդհանրապես մենք նայում եմ այսօր հա այն ինչ որ կար Եվրոպայում, այն ինչ որ կար Ամերիկայում, ինձ զանգել Ամերիկայից եւ ասում այնքան զբաղված ենք, այստեղ ոչ մի բանի ժամանակ չունենք։ Առավոտից լիքու աշխատանք, առավոտից լիքու ինչ որ մի բան։ Դե փարավոնն է։ Այո։ Փարավոնը ինչ արեց։ Եվ դա վերադառնում այո, նաեւ Հայաստան։ Մենք զբաղված ենք։ Ամբողջ ստրատեգիան, այո, նայ աշխարհի ստրատեգիան գիտես ինչ է այսօր, ինչ կարող ենք հայտնաբերել։ Ստրատեգիան սա է, որքան կարող ենք ավելի զբաղված պահենք մարդկանց։ Որտեւ երբ որ մարդը զբաղված է եւ այդ աղյուսները շինում։ Այո, Հիշում ես փարավոնը ինչ արեց։ Իր ուղեղը սկսում է չաշխատել այլևս։ Նա էլ չի մտածում։ Նա մտածելու բաներ չունի, աշխարհը իր համար մտածում է։ Դու ասում ես աղյուսները շինի, մենք քեզ կպահենք։ Այդ քարակուսի հասկանում ես, այդ դրա համար Աստված դուրս հանեց։ Վերջը տվեց դրա, այդ իմաստով, որ այլևս դուք ազատության համար եք կանչված, ոչ թե փարավոնի լծի։ Լուծը գնալով ավելի աշատանում այսօր, կարելի այսպես ասել, որը թույլ չի տալի օրեր հաշվելու, այսինքն դու առավոտ արտանում ես, դու արդեն ոնց որ գծած ունի քո համար, կանվերային սիստեմ աշխատում, դու այլևս չէ, դու գնում ես աշխատում ես, փողը ստանում ես, ուտելիքը տարում ես, գալիս ես, ու տենց, ահա, ու ոչ մի բան քո կյանքի մեջ, գիտես ինչ, երբ որ նայում ենք առաջին հենց շատ կարևոր է, որովհետև դրա մասին ուզում եմ խոսամ, որովհետև երբ որ Բաբելոնի աշտարակաշինությունն էր, հենց դրա մեջ գրված է, որ աղյուսներ շինեցին, դες ինչա տեղի ունենում գաղափարը թշնամու ինչի մեջ է, որ ժողովրդին հավաքի մի հատ գաղափարի շուրջ, որ չցրվեն, որ անուն վաստակեն։ Դա կարա լինի կրոնական իմաստով։ Այո, հավաքվենք միտեղ Պաշտենք, որ գնա պաշտի Աստծուն, կոնֆերանս, մի հատ էս, բայց անձնական հաղորդակցություն Աստծո հետ գոյություն չունի։ Սա նկատում ես, որ անհատական կյանքի ապրելակերպը հաշվիր օրերդ։ Այո։ Դա ոչ թելադրելու է քո հովիվը, ոչ թելադրելու է քո ավակը, այո։ Դա դու պետքա անձնական փորձառաբար այդ կյանքը ունենաս, սիրես հաշվել օրերը, դա իմաստուն սրտի բանով է, այսինքն արդյունքում օրեր
տարիներ, ժամեր են պետք առանձնացնել Տիրոջ հետ, որ մեր ժամանակը անիմաստ չպատնի։ Այսօր նույն գաղափարը վերջերս միտեղ ենք եւ ինֆորմացիան այնքան շատ է այսօր տարբեր կոմպանիաներ այնքան արագ են աճում այնքան արագ են զարգանում եւ գաղափարների շուրջ մարդիկ համախմբվում են այսօր ինքան հեշտ է ուղղակի մտնել մի տեղ ու փող վաստակել շատ հեշտ է ամեն տեղ ամեն մարդ կարող է փող վաստակել եւ գործն է շատ բայց մենք մի պահ պիտի մեզ կանգնենք եւ ասենք ստոպ կանգնիր կարծես թե արդեն սկսում եմ այո քարակուսի մտածելակերպ ձեռք բերել չէ նախագիծը կարող է այն ինչ որ դու կառուցում ես դա կարող է չընդունվել որովհետև պիտի ավարտես դա եւ դու պիտի գնաս եւ պիտի գան ավարտական քեզ քննություն տան որ այս շենքը կարելի է բնակվել շենքում կարելի է բնակվել հիշում ես մի խոսք կա Հակոբոսն է կարծեմ ասում սրա մասին ասում է երբ որ դու որոշում ես որ գնաս ինչ-որ մի քաղաք այսինչ կամ այնինչ բանը անես այսինչ կամ այնինչ բանը անես փոխանակ որ ասեիր եթե Տերը կամենա նկատում ես ինչքան ես դու կապված Աստծո կան դու էլի արա դու էլի ծրագրավորի քո կյանքդ քո աշխատանքդ բայց ներսդ մի հատ միշտ թել կա կապված Տիրոջ հետ որ դու ուշադրությամբ հետևում ես եթե Տերը կամենա ես դա կանեմ այսինքն միևնույնն է դու կապված ես Տիրոջ հետ եւ քո բոլոր ծրագրերը կապված է նրա կամքի հետ սա էլ կարող ենք համարել որ իմաստուն սրտի խորհուրդ է եթե Տերը կամենա եթե չկամենա ես համաձայն եմ այսինքն այնքան համաձայն եմ այնքան անդիմադրել եմ իր առջև որքան էլ որ իմ հաշվարկների մեջ ես վստահ եմ որ օգուտներ կունենամ բայց միևնույնն է եթե Տերը չկամենա ես չեմ անի դա նկատում ես ինչ գեղեցիկ է սա նույն բանն է որ ես ասում եմ դու կարող ես գեղեցիկ պրոյեկտ ունենալ բայց քո պատկերացումով դու տեսնես ստան մեջ բայց ինչ վատ կլինի չէ բարի է հաճելի է կատարյալ է բայց դա նախագծի մեջ պիտի Աստված հաստատի նույն դիմացն է Տերը կամեցավ ուրեմն հաստատում է այո դու հանգիստ ես երբ որ ծրագիր ունեն մենք պիտի գնանք թույլ կտաս Տեր սա անեմ որովհետև ես կարող բայց եթե թույլ չտա եթե թույլ չտա չես կարող շինարարություն պիտի քանդվի պետքա քանդվի ինչ որ արել ես հետ պիտի գնաս զրոյական վիճակ սենց էստեղ էլ ասում է չէ դրա մասին որ ափրցփր մեր կյանքը մեր հայկական տները շատ հետաքրքիր է չէ ափրցփր ասենք մտնում ես հյուրասենյակ մեկ է ննջասենյակը կպած հյուրասենյակին այդ ննջասենյակից է մի հատ ուրիշ ննջասենյակ ես մտնում ու տես խառը չգիտես տուալետ խառը ապրծոց արկածին կավոր ապրենք յոլա գնանք էլի այս յոլա գնալու բանը դա մենք վերջես մի չինացիների էի հանդիպել ու իրանք շինարարություն են անում, մեծ պրոյեկտներ էին անում Հայաստանում, բայց վերջացնելուց հետո իրանք արդեն 30 տարվա ծրագիր ու նպատակ ունեին, որ պիտի վերջացնեին, հետո գնային ուրիշ երկիր, այնտեղ շենք շինարարություն անեին եւ երկար տարիների համար իրենք արդեն մտածել են թե ինչ պիտի անեն ծրագիրը մենք քրիստոնյաներս մտածում ենք որ հիմա ինչ որ յոլա գնանք այսօր հացի գումարը վաստակեմ գնամ այսօր աշխատեմ քրտնաջան աշխատեմ գամ այսօր ծրագիր չկա ծրագիր այսինքն ծրագիր ունենալը սխալ բան չի ունենալ երկար բայց համաձայնված Աստծո այո երբ որ ծրագիրը վերջացրեցի նախագիծը պիտի վերցնես ու գնաս Տիրոջ մոտ այո Տեր կհաստատես ինչ ես ասում ես ծրագրի մասին դա շատ կա դա հոգևոր մարդու կերպարի մասին է խոսում
Սա խոնարհության բան է, որ դու գնաս եւ հարցնես Աստված իմ, իդես որովհետեւ մենք կարող ենք մեր ցանկությունները խառնենք Աստծո կամքի հետ։ Այստեղ լավ բան ասացիր, կա ցանկություն, կա կարիք։ Այո։ Տարբեր են, չէ՞ սրանք։ Աստված կարիքները հոգում, բայց ցանկություն չի հոգում։ Ցանկությունների հետեւից, որովհետեւ մեկը կարող է ասի Տեր ջանես, լավ, Աստված քեզ մի բանի մեջ հաջողություն տվեց, երկրորդ բանի մեջ, բայց քո կյանքի պրոյեկտը շինարարությունը պիտի ավարտես։ Ունենք նաև այսպիսի հասկացողություն, խոսք գողացող սիրտ։ Կարծում ես, որ դա սիմպտոմներն է իմաստուն սրտի սիրտ ունենալու, երբ որ կա գողունակություն, եղածիդ մեջ դու շնորհակալ ես Աստծուն, սա էլ է իմաստություն։ Այո, այո։ Տրտունջ չկա սրտիդ մեջ, ավելորդ տագնապներ, վախեր չկա քո սրտի մեջ, դու գիտես, որ քո սրտի տերը ինքն է եւ քո սիրտը կապված է Տիրոջ հետ, դու համաձայնված ես, ներդաշնակ ես նրա հետ եւ ըստ որում դու միշտ շնորհակալ սիրտ ունես։ Այո։ Սա շատ կարևոր է, չէ՞։ Միանշանակ, հա, շատ կարևոր է, որ այո, Տիրոջ առաջ գնալ, գիտես, այս Սաղմոսը երբ որ գրում ես, գրել է մի անձնավորություն, որ երբ որ տեսավ, որ իր եղբայրները դժվարության մեջ են, բռնեց փարավոնի, հա, ծառաներին, զինվորներին սպանեց եւ մտածում էր, որ ինքը կարողանա իրականացնել, թասիբը պահեց, կարողանա իրականացնի Աստծո ծրագիրը, իր ձևերով։ Դել իր պրոյեկտով շատ ճիշտ էր անում, շատ նորմալ էր անում, բայց սրտով ինքը եկել էր հասել էր մի բանի մեջ, որ 40 տարի ինքը ափր-ցփր կորցրեց։ Հա, դա հետաքրքիր է, օրինակ ես կմտածեի ոչ թե ափր-ցփր, այլ ինչ որ իմաստություն, այո, ձեռք ինչ որ մի ժամանակաշրջան, որտեղ նա սկսեց հասկանալ, բացահայտել ինքն իրեն, հասկանալ Աստծո ծրագիրը, սովորեց, անցավ այդ բաներով եւ պատրաստվեց այդ լուրջ Երանիքը մենք մեր ժամանակների մեջ հասկանանք, որ այս աշխարհի հետ մենք իրավունք չունենք ոտ մեկնելու։ Միանշանակ։ Մենք պիտի գնանք Տիրոջ առաջ, օր հատկացնենք, ժամ հատկացնենք, գնանք Տիրոջ առաջ եւ խնդրենք Աստված, ինչ կասես իմ երեխայի մասին։ Դեր ինչ կասես իմ բիզնեսի մասին։ Ինչ կասես իմ կարծիք ունես, հա, ինչ կարծիք ունես, արդյոք կարևոր է դա։ Ինչ կասես իմ թորների մասին։ Մենք կարևոր է, որ Տիրոջ առաջ ներկայանանք այնպես աղոթքներով մեր, որ մեր ազգը, մեր երկիրը, Հայաստանը երկրի մակարդակով է հիմա, ընտանիքի մակարդակով, երկրի մակարդակով հասնենք մի տեղ, որ հասկանանք արդյոք այն ինչ որ մենք հիմա անում ենք ճիշտ ենք անում, որովհետև տարիներ, դարեր միգուցե Հայաստանը կորցրել է մի պատճառով, որ մտածել են ավելի լավ է մենք մեր ձեռքը վերցնենք իրավիճակը եւ մենք ինքներս կառավարենք։ Դες հռոմեացիների մեջ Պողոս Արաքյալը նույն իմաստով այսպես է ասում մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այսինքն այս աշխարհի կերպարանքը ո՞րն է, մարդ, որը ափր-ցփր ինչպես Մովսեսն է ասում, ափր-ցփր վատնում է իր կյանքը, կարծելով թե ինչ-որ բանի դրանում կհասնի, բայց վերջում այլ ասում է, տեսեք ինչ է ասում, քննեցեք թե այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ հասկանաք կամ քննեք, վերլուծեք նույն իմաստով, ինչ է Աստծո կամքը, բարի, հաճելի եւ կատարյալ։ Մի ուրիշ տեղ ասում է բանը, ասում է իմաստուն եղեք եւ ոնց ասում, մի րոպե կներես, ասում է մեկ,
զգուշության վարվեք, դա էլ Եփեսացիների 5:15-ը կորցրել է տեղը գտա։ Ուրեմն մի եղեք անխելքներ, եւ եղեք իմաստուն եւ ծախու արեք ժամանակը։ Այ Մովսեսը դրա մասին է խոսում։ Ծախու արեք ժամանակը կամ հաշվեք ձեր օրերը, նույն իմաստունի։ Այո, հենց դրանում է հարցը, որ իմանաք ինչ է Աստծո կամքը։ Սա ինքան կարևոր աղոթք է Աստծո առաջ, որ Տեր ինձ սովորեցրու այնպես հաշվել, այնպես մաթեմատիկա ունենամ, այնպես ինձ կյանքի ժամանակները, որ ես երբ որ գա ժամանակը այդ իմաստություն ունենամ, այո, այդ ժամանակը կարողանամ խնայել։ Բայց այդտեղ գիտես ինչ ասում է, որ Աստծո կամքը հասկանալու մասին է խոսում։ Այսինքն դու ժամանակը օգտագործում ես հասկանալու Աստծո կամքը, որպեսզի քո ժամանակը ճիշտ օգտագործես։ Ինչ է դա գիտա, չէ՞։ Որովհետև ինչ Աստված կամենում, դա օգնում է միանշանակ։ Նաև շինարարության մեջ շատ հեշտ է, երբ որ քո ճարտարապետը հենց գտնվում է քաղաքապետարանում, որովհետև ինչ գիտի ճարտարագիտության պետք է հարցնես, չէ՞։ Ներբությունները ինքը գիտի այս տարածքում ինչ կարելի է լինել այն տարածքում, որովհետև նախագիծեր կան, որ արդեն իրենք կառուցվում են։ Հələ այդ մի հատ գտած, նա հետաքրքիր է, դու կարաս քո ուղեղով ոչինչ դու այդպես ընդհանուր, դու քեզ տվել են գծագիր, չէ՞, հետաքրքիր է։ Եթե դու այս գծագրով չանես, պատկերացնես դու շինել ես տունը, արդեն վերջնակետին ես հասել ու քաղաքապետարանից գալիս են գծագիր, կարևոր չի ինչ է շինել, իրենք չեն նայում։ Այո։ Գեղեցկությանը։ Իրենք նայում են գծագրին։ Ախպետս, դու ոնց որ բան ես արել։ Դու ոնց որ ճիշտ ես չի համապատասխանում։ Այսինքն այս օրինակը շատ հետաքրքիր է, շատ կարևոր։ Դու ճարտարապետը ինչ որ ասել է, դու չես մի ձևով դու չես ուսումնասիրել սա։ Դու գցել ես մի կողմ, ասում ես ես ոնց ուզեմ այդպես կանեմ։ Ես լավ շինարար եմ։ Հա, ես լավ շինարար եմ, հա։ Այսինքն կարող ենք ասել հասկանալ Աստծո կամքը նշանակում է ուսումնասիրել այն գծագիրը, սովորել նախ գծագիրը հասկանալ, նախ պիտի մենք սովորենք։ Հիմա դու եթե դու չսովորես գծագիր հասկանալ, դու ոնց ես, ինչքան է կարծես չես հասկանալու ինչ, դու պետք է սովորես։ Ես պիտի հասկանամ, քանի տոննա արմատուրա պիտի առնեմ, քանի տոննա դու սովորել ես, չէ՞ դա։ Այո։ Եթե չսովորեիր, հիմա շատ շինարարներ կան, որ չգիտեն, 10 ձեռը չեն հասկանա ինչ է։ Իրանք իրանց ձևերով են։ Ես էլ պատճառը գիտեմ, բայց չի նշանակում, որ այսինքն ինչ է նշանակում Աստծո կամքը հասկանալ։ Գնալ ճարտարապետին, ուսումնասիրել չափերը, բարձրությունը, ինչա երկարություն, ինչա լայնություն, ինչա խորություն, չէ, չափերը նախ պետք է սովորես, որը խոսքն է, եւ հետո դրանից հետո սկսես հաշվարկները ըստ խոսքի անես, որ Աստված Տերը մի ձևով մեր բանով, որ ասի այո, դու հասկացար ինչ եմ ես ուզում։ Հիմա նայում եմ չափերը եւ գծագիրը լրիվ տեղն է։ Գնա խաղաղությամբ։ Դու խնդրեմ չունես։ Գնա բնակվի։ Դու օրենքի տակ չես։ Արդեն շենքը շինարարություն պատրաստա կարող ես բնակվել այնտեղ եւ շատ գեղեցիկ է։ Աբրահամ ջան, ես ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ մենք պիտի պլանավորենք մեր ապագա ընթացքի համար շատ կարևոր է, որ մենք ըստ Աստծո ծրագրերի կարողանանք կառուցենք այդ ամեն ինչ։ Ամեն։ Վերջերս մի անձնավորության հանդիպեցի, ասում էր, ինչքան շատ եմ աղոթում, ինչքան շատ եմ գիրք կարդում, այնքան իմ խնդիրները շատանում։ Այո, կարող են շատանալ, բայց եթե նախագիծը որովհետև քո ձևերով ես արել։ Հիմա բացահայտել ես ինչքան սխալ կառույց է, պետք է կանդես։ Եվ անգամ քրիստոնյաներին ասա վերաբերվում, շատ քրիստոնյաներ իրենք պետք է վերադառնան, որովհետև ցանկություններով չես կարող երկնքի արքայություն կառուցել։ Այո։ Դու չես կարող քո կյանքի ապագան, քո պրոյեկտը վերցնել առանց Աստծո թույլտվության, որոշել, որ այս ինչ բանը պիտի անես։ Դու կարող անես։
բայց ինքը քանդվելու է։ Հենց կորուստը դրա մասին է, նա երբ որ ասում են լայն է այն դուրը, որև շատերն են դրանով գնացողները, որը տանում է դեպի կորուստ, սա մեն դժողքի մասին չի։ Սա ինչքան կորուստներ ենք ունեցել մենք մեր կյանքում, շատ, մինչև հիմա էլ ունենում ենք։ Տեր ասում է դա կորուստի ճանապարհն է, մենք որպեսի կորուստ չունենաս, որպեսի չքանդվի քո շինարարությունը, որպեսի հավիտենական իմաստ ունենա, դու պետք է իր ճարտարապետությամբ կառուցես։ Այո, իր իրավունքով հասկանալ, բացահայտել չափումները, երկնային չափումները հասկանալ, երկնային ֆիզիկան, երկնային մաթեմատիկան, երկնային երկրաչափություն, երկնային ժամանակի մեջ մտնես, որ հասկանաս ինչ պիտի կառուցես։ Վերցնել ես Աստվածաշունչը եւ տրամաբանական առումով հասկանալ։ Իհարկե ոչ։ Դա մեր կորուստերի արդյունքը հենց դա է։ Հենց դա է, որ մենք մտածում ենք այն ինչ որ օրինակ Աստված ասել է կարելի է փոխել, չի լինի, պրոյեկտը չես վերջացնի։ Աստված չի փոխում իր ճարտարապետության գծագրերը, նախագիծը։ Ես մտածում եմ, որ եթե Աստված ասել է, դա ինքը ողորմած Աստվածական է։ Դու ուրիշ տեղ կպար արդեն։ Այո։ Մենք գնում ենք Արա ինչ ուզում ես, Աստված ողորմած է, չկա տենց բան։ Ճիշտ կառույց ունենաս, դու պետք է հասկանաս, որ նախագիծը, այո, ճիշտ ես ասում, նախագիծը քո առջև դրված է, ուսումնասիր։ Դու նախագիծ մի փոխի, մի խնդրի ասում, որ փոխի նախագիծը։ Եվ ինչ ենք մենք անում, մենք Աստվածաշունչը կարդում ենք, փորձում ենք Աստվածաշունչի մեջ համոզենք մեր մտքերը տեղավորենք այնտեղ։ Հարմարացնենք մեր ցանկություններին, ոչ երբ որ գնում ենք մենք գիրք կարդալու պետք է խնդրենք ասենք Աստված մեզ ինչ է նշանակում։ Այստեղ ինչ ես գրել, ես ինչ կարող եմ այստեղից հասկանալ, որ ես կարող եմ շատ վազել, շատ հոգնել, օրեր կորցնել, տարիներ կորցնել, վերջում հասկանալ, որ ես չեմ վերջացրել իմ նախագիծը։ Ես չեմ ավարտել այն ինչ որ Աստված իմ սրտի մեջ դրել է։ Միգուցե մի բան լինի, մի հետաքրքիր կառույց, երևույթ, հա։ Մարդիկ նայեն ասին լավն է, բայց այդտեղ անբնակ դառնա այդ տունը։ Հիմքի մասին էլ է խոսում։ Վատը լինի, շատ բաներ կարող է ուղղակի ապրելու համար հարմար չլինի, որովհետև գիտես մեր Աստված, տիեզերքի ճարտարապետը, արարիչը, ինքը գիտի ինչպես անել, որ դու ապրես խաղաղության, իմաստության ու ճշմարտության մեջ։ Շատ կարևոր է, շատ։ Մեզ ինչ է պետք ոչ թե ընդամենը 5 րոպե գնալ ուղղակի աղոթքների մեջ, հա, մեր չարխերը գնանք ասենք ես ինչ բանը տես ինչ լավն եմ, լավ ծրագիր ունեմ, լավ նպատակներ ունեմ, խնդրում եմ օրհնի, հա, էսի բան։ Կամ միգուցե չխնդրենք, եկել ուղղակի գնում ենք իր առաջ ասում ենք նայ տես ինչ լավ բան եմ մտածել, բայց հոп, stop։ Այստեղ չի համապատասխանում չափանիշներին։ Պիտի քննվի, մենք պիտի հարցնենք Աստվածին, գնամ պատերազմի, թե չգնամ։ Աստվածին, այն որ ես հիմա այս բանը անում եմ, ճիշտ եմ անում, թե չէ։ Արտեմ եղբայր, շատ կարևոր թեմա է։ Շնորհակալ ենք այս թեմայի համար։ Կներես ընդհատեցի, բայց իրոք շատ սիրեցի այս հոգին, ճիշտ հոգի ասա, Աստծուց։ Մենք ներողություն պիտի խնդրենք շատ բաների համար, որ արել ենք։ Ներողություն չէ միայն, քանդենք։ Տերը գալիս է, չէ, ասում քանդում է, այն սխալ կառույցը եւ նորն է կառուցում։ Իր ինքը թող կառուցի։ Մի կարճ պատմություն, եթե ժամանակ ունեմ։ Մի 5 րոպե ունենք, ուշ սկսեցինք։ Մի տղա կա, որ հիշում եմ ինքը ինձ կանչեց իր մոտ շինարարության այդ գործերը անելու եւ նաեւ խնդրեց, որ իրեն հոգեվոր խորհրդատու լինեմ։ Եվ իրան շատ հարցերում օգնում է։ Մի օր շատ հարուստ էր, շատ
որպեսզի կարողանամ բացատրեմ միայն $60,000 ինքը կարողանում էր թոշակառուների ֆոնդին գումար հատկացնել ամեն ամիս ես ասում եմ իր հարստության չափերի մասին Հայաստանում ու տարբեր տեղերում շինարարական կամպանիա բաներ ուներ շինարարություններ անում եվրոպատոհաններ տարբեր բաներ սարքում էր մի օր եկավ ինքը ուզում էր գնար հանգստանալու Եվ խնդրեց ասեց կարող ենք իրար հետ աղոթել ուզում եմ գնամ հանգստանամ ինքը աղոթքի ժամանակ ստացել էր որ ասու կամք չի որ ինքը գնա այն վայրը որտեղ պիտի գնար Հետո նույն ժամանակ աղոթքի մեջ երբ որ աղոթում ենք աստված իմ սրտի մեջ նույնպես դրեց որ մի զգում ես որ չէ պետք չի ու իրան ասեցի որ հասկանում եմ որ չպետք է գնաս միգուցե ուրիշ վայր բայց ոչ այդտեղ մի հաջորդ օր եկավ սկսեց իմ դեմ բարձրացնել ես այսքան աստծո համար այսքան բան եմ անում ես եմ անում Քիչ աստված ասում որ ես գնամ հանգստանամ մի քիչ լիսկաթավ ու գնացել էր աղոթելու աստված ասել էր գնա ինքը գնաց այնտեղից հետ վերադարձավ ամբողջությամբ ջախջախված երբ որ մտել էր հյուրանոց բազում ցանկություններ բազում կրքեր ու ինքը այնտեղից հետ վերադարձավ ջախջախված Նրանց հետո ես երկար ժամանակ էլի փորձեցի իր հետ աշխատեմ, բայց չստացվեց հիմա ինքը հոգևոր կյանքի մեջ գոյություն չունի։ Իր բիզնեսը ամբողջությամբ քանդվել է։ Ես ինչի համար եմ այս պատմությունը պատմում, որ մեր սրտի թեթև ցանկությունը, որ երբեմն մենք մտածում ենք, որ եթե Աստված ինձ թույլ չի տալի, ուրեմն ինքը բարի չի, չէ, ինքը բարի է, բայց ծրագիրը, պրոյեկտը, բարի համար է։ Այո, ծրագիրը, պրոյեկտը, նախագիծը քեզ կարող է տանի մի քանի սանտիմետր շեղումը կարող է շենքը փլուզման տանի։ Եվ շենքը փլուզվեց։ Այդ հարստությունը կորավ։ Այդ ամեն ինչ կորավ։ Ինչի համար, որովհետև մենք պետք է լսենք Աստված գիտի մեր ապագան գիտի երբ որ ես վեր կենամ գնամ հա Ռուսաստան կամ չգիտեմ Եվրոպա ինչպես կավարտվի իմ կյանքի օրերը Աստված գիտի մենք չգիտենք այո դրա համար մեզ պետք է սրտով իմաստուն լինել գնալ Աստծու մոտ եւ հարցնել Աստված իմ ես ծրագիր ունեմ ես չեմ ասում գնալը կամ չգնալը սխալը կամ մեկի համար գնալն է ճիշտ մեկի համար չգնալն է ճիշտ բայց մենք Ինչ ծրագիր որ ունենք մեր կյանքի մեջ մենք պիտի գանք Տիրոջ առաջ եւ ասենք սիրելի Հիսուս դու ճարտարապետն ու արարիչն ես դու ես նախագծի վրա քո կնիկ խփի եթե չէ ուրիշ նախագիծ գծեմ Շնորհակալ եմ Մարտին եղբայր շատ կարևոր թեմա է դու սենց հանգիստ խոսում ես բայց Իրոք Սուրբ Հոգուց էր այս խոսքը եւ վստահ որ Աստծո սրտով է Աստված իրոք ուզում է որ մենք ուսումնասիրենք նրա կամքը նրա ճանապարհային քարտեզը կամ նրա շինարարական այսպես ասած նախագծերը որի մեջ կա հաճելի կատարյալ հաճելին կատարյալը եւ բարին ինչպես Պողոսն է ասում մի կարճ ես կուզեմ սրտի մասին խոսալ սրտի իմաստությունը դա այն սիրտն է որը այսպես ասած ամբարված Աստծո խոսքով գիտես երբ որ մարդը կանգնում է որոշումի պահի տակ անկանխատեսելի որոշումի եւ ընտրության առաջ որը շատ կարեւոր է որ մենք ուշադիր լինենք մեր որոշումներին ու ընտրությանը որովհետեւ դա է որոշում դու Աստծո ճարտարապետությամբ ես քայլում թե քո մարդկային ուղեղով եւ այդ պահին ցա որ այդ պահին է որ դրսևորվում է մեր սրտի հատկանիշը կամ մեր սրտի որովհետեւ մեր որոշումները եւ ընտրությունը սրտից է դուրս գալի Սիրտը դա մարդու ես բացահայտել եմ դա որ սիրտը ես չեմ
բացահայտել ասելով չի նշանակում ես հայտնաբերել եմ։ Չէ, ես սովորել եմ, ուսումնասիրել եմ։ Օրինակ ինչ բանա սիրտ։ Այս սիրտի մասին է, թե ինչ որ խորհուրդ կա դա, խորհուրդ է։ Եվ հասկացել եմ տարբեր մեկնաբաններից, աստվածաբաններից, որ սիրտը դա մարդու ենթագիտակցությունն է, որտեղ պաշար կա։ Մարդը միանգամից, երբ որ կանգնում է որոշումի եւ հարցի ուրեմն ընտրության առջեւ իր ենթագիտակցությունն է սկսում աշխատել։ Չարխերը գծվում են մարդու ենթագիտակցության մեջ։ Դեռ միանգամից քերուտ ես հիշում, այդ ոնց հիշեցիր, կամ միանգամից ասենք ուրեմն քո տրամաբանությունն է սկսում աշխատել, որտեղից է դա դուրս գալ։ Մեր ենթագիտակցությունից։ Ինչով որ մենք տպավորվել ենք, Դակշկիր բան, այո։ Ինչով որ մենք ամբարվել ենք, ինչը որ մեզ աշխարհը տվել է, մենք դրանով ենք ամբարված։ Ինչ է անում Աստծո խոսքը, սաղ այդ աղբը հանում թափում է մեր ենթագիտակցությունից եւ սկսում է մեր ենթագիտակցության մեջ կառուցել իր պահեստավորել Աստծո խոսքով, որ երբ որ գալիս է պահը, որ մենք պետքա պատասխանենք, ընտրենք եւ որոշենք, մեր ենթագիտակցությունից դուրս է գալի Աստծո խոսքը, Սուրբ Հոգին ձեզ կհիշեցնի։ Նույն իմաստը չի, նա կսովորեցնի եւ կհիշեցնի։ Եվ միայն այդ դեպքում է մեր հաճ Աստծո խոսքի համապատասխան կյանք, դու չես լարված, դու չես տրամադրված, որ հիմա ինչ որ կանես թե չես անի։ Այնքան բնական է դուրս գալի քո մեջից, այնքան նատուրալ է դառնում քո որոշումները, այնքան համահունչ է Աստծո սրտին, Աստծո ճարտարապետությանը, դու էլ ես զարմանում։ Կամ հեշտ է։ Ասա ինչ ես հիշում դու, ասեմ ով ես դու։ Ասա ինչա քո ենթագիտակցությունից դուրս գալիս, դրանով կորոշենք։ Մենք հոգևոր ենք, թե չէ, դրանով կերևա։ Մենք Աստծո սրտից քայլ արեցինք, թե չէ։ Համաձայն չես։ Այո։ Դեր քո խոսքը պահեցի իմ սրտի մեջ, ի՞նչ է նշանակում, եթե ոչ իմ ենթագիտակցության մեջ։ Նա տպավորվեց, նա հաստատվեց իմ մեջ, նա տեղ գտավ իմ մեջ։ Ես ունեմ, հանգիստ եմ։ Ունեմ քո խոսքը, տպավորված եմ նրանով։ Ես հանգիստ եմ։ Ես չեմ կրկվում, ես չեմ տվայտվում։ Ես գիտեմ, որ ունեմ իմ մեջ պահեստավորված։ Ու ինքը ժամանակին ամեն պահին ինքը ինձ օգնության է գալու։ Այո։ Ուրիշ տարբերակ կա այդպես։ Եվ գիտես ինչ, նույնը շինարարության մեջ ես այնքան հեշտ եմ ավարտել իմ տները, ինչի համար, որովհետև այս պրոյեկտը եմ վերջացրել։ Դու այդ պրոյեկտը ունես քո ձեռքը։ Այս պրոյեկտը կարդալ գիտեմ։ Կարդալ գիտես։ Հասկանալ գիտեմ եւ դա է սիրտը։ Յուրաքանչյուր պահի, երբ որ տեխնազորը կարող գա, ես հանգիստ չունեմ։ Վերջացավ։ Օրենքի տակ չես։ Օրենքը քեզ ասելու բան չունի, որովհետև ճիշտ կառույց ես արել։ Այ օրենքի տակ չլինելը, շնորհքի տակ լինելը դրա մասին է խոսում։ Շնորհքի տակ լինել նշանակում է դու գիտես նրա ճարտարապետությունը, դու գիտես նրա չափերը, նրա ուրեմն ամբողջ գործիքակազմը ունես։ Դու խնդիր չունես, դու հանգիստ ես։ Եվ սա ապահովում է քեզ հավիտենական ուրախությունը, պետության ուրախությունը։ Ամեն։ Դու գիտես, որ ամեն բան քո համար նախատեսված է Աստծո ծրագրերի մեջ եւ դու ճիշտ ես գնում։ Ալելույա։ Սա որ ես քաջալերում եմ, գիտես Աբրահամ ջան, այսօր մենք խառնված ենք ոչինչ որ ազատ լինեմ, մենք խառնված ենք, այո, մեր երկիրն է, ընտրություններ այս եկեք աղոթենք Աստված ինքը ճիշտ ծրագիր ունի, ինքը ճիշտ նպատակներ ունի մեր երկրի համար, մեր ազգի համար, մեր տան համար, միայն մենք կարող ենք գնալ նրա առաջ ասել Տեր ինձ օգնի, որովհետև այս նախագիծը իրականացնողները մենք ենք։ Այսինքն դու ուզում ես ասես, որ այդ նախագիծը, որ մենք ունենք Տիրոջից մեր ձեռքում, դա մեր համար չի միայն։ Այո, դա մեր համար չի։ Դա մեր շրջապատի, մեր երկրի համար է միայն։ Ազգիրը մեզանով պիտի օրհնի։ Այո, այսինքն դու օրհնության պատճառ ես դառնում դրանով։
գնանք ինքը կա մեր մեջ է մեզ հետ հա ինչի համար ենք խառնվել ինչի համար ենք շփոթվել գտնել իրան դժվար չի գիտես ինչ մի հատ էլ միտք եկավ տես երբ որ դու հասկանում ես Աստծո ստանդարտները դու չես ստեղծում քո ստանդարտը հետո աշխարհի ստանդարտը տարբեր է լրիվ Աստծո ստանդարտներից 180 աստիճանի տակ այսինքն ինչ ենք անում մենք Աստծո ճարտարապետությունը ոչ միայն փորձում ենք կառուցել այլ նաև սովորում ենք իր ստանդարտները եթե դու սովորեցիր իր ստանդարտները օրինակ քեզ ասում է 10 մետր դու քո 10 մետրով չես կարող Դու չես կարող ուրիշ 10 մետր հնարես 11 մետր Հա էլի դու չես կարող ասես տե էսա 10 մետրը տերը կասի դու չես սովորել իմ ստանդարտը դու չգիտես դրա համար այս կառույցը քանդվել դրա մեջ է որ մենք սխալ ենք հաշվառ Դեռ շատ կարող ենք խոսալ Արտեմ եղբայր բայց փարտիրոջ ինչ որ պետք է ասվեց եւ թող սա մեզ անհանգստացնի բավական ինչքան փլվեց մեր կառույցները բավական արդեն լավ ասեցիր հոգնել ենք Հիսուս ասեց եկեք ինձ հոգնածներ գիտես խի դա չի աշխարհի մարդուն չի վերաբերվում հոգնած քրիստոնյաներին է վերաբերում այն քրիստոնյաներին որոնք կառուցում են բայց փլվում է իրենց կառույցը չի կայանում հա պետք է խոր անկեղծ լինենք հասկանանք որ ինձնից սկսած որ հոգնել եմ ասում եք ես ձեզ սովորացնեմ իմ ծագիրը իմ չափանիշները իմ ձևաչափերը իմ մետրը սովորացնեմ եկեք սովորեք ճիշտ մետրը որն է 1 մետրը սովորեք սանտիմետրից միլիմետրից հասկանալու ճիշտ չափանիշները երկնային արքայության եւ դուք կհաջողվեք Տեր օրհնի քեզ եղբայրս եթե կոչում ես սիրով եւ քո աղոթքով ավարտենք Թանկագիններեն ինչ որ մենք կանենք շատ կարևոր է որ Տիրոջ մի հատ հարցնենք գնանք իր մոտ ասենք Աստված իմ կյանքի նախագծի համար ինչ ունես եթե լավ ծրագրեր ունենք լավ նպատակներ ունենք դա դեռ չի նշանակում որ դա պիտի սկսենք ավելի լավ է եթե ոչ մի բան չի ստացվում պատճառ կա գնանք Տիրոջ երեսը փնտրելու եւ ասենք Աստված իմ հիմա ասա որտեղից եմ սկսում ոչ շինարարության կեսն ես ասել ավելի լավ է նորից սկսել քան թե շինարարությունը վերջացնես ժամանակդ կորցնես ոչ մի բան չհաստատվի եւ դրա համար քաջալերում եմ բոլորիս որ մենք իրար հետ գնանք Տիրոջ երեսը փնտրելու եւ ասենք Աստված մեզ ճիշտ նախագիծ տուր եւ ճիշտ կառուցելու ձև սովորեցրու ես կարող եմ խնդրել որ աղոթենք Տիրոջ առաջ փնտրենք իրան եւ դեն գցենք ամեն դյուրավ պաշարող մեղքը եւ գնանք դեպի Տիրոջ ամեն աղոթենք հա Սիրելի Հիսուս ջան շնորհակալ եմ քեզանից խնդրում եմ որ իմաստություն տաս Տեր նրանք ովքեր զբաղված են շատ զբաղված են Աստված իմ օգնի իրենց որ քո Տեր իմ հետևից գան թողեն ամեն բան այդ զբաղվածությունը ոչ մի լավ հետևանքներ չի կարող թողել Տեր իմ Աստված օգնիր որ մենք ավելի քեզ փնտրենք քեզ որոնենք որ սրտով իմաստուն լինենք որ մարդիկ տեսնեն եւ ասեն այս մարդիկ ճիշտ արեցին ճիշտ ավարտեցին Տերը հաճություն դրեց իրենց կյանքի վրա ոչ թե քրտին երեսի չարչարանք Տեր իմ Աստված եւ ավելորդ բաներ եղնի մեր կյանքի մեջ որ չկարողանանք Տեր իմ Աստված հասկանանք ինչ է կատարվում մեր շուրջ բոլորը այլ ամեն բան լինի ըստ քո ծրագրերի եւ քո նախասահմանության Տեր իմ Աստված սիրելի Հիսուս մենք քեզ փառավորում ենք խնդրում եմ օգնի Տեր այո որոշները սխալ ենք սկսել բայց Տեր իմ Աստված դեռ մեր արժևում Տեր իմ նպատակ կա եւ մենք ուզում ենք ճիշտ ավարտենք կարևորը նա չի ինչպես ենք սկսել կարևորը նա է ինչպես մենք կավարտենք եւ քո նախագիծը դիր մեր արժև որ ճիշտ այնպես կառուցենք ինչպես որ պետք է ամեն Փարտիրոջա դու լավ բան ասացիր ինչպես ենք սկսել իսկ Հիսուս ասաց ես եմ այո առաջինը եւ վերջինը եթե մեր սկիզբը Քրիստոսով է իր նախագծով է
վերջավորությունը կյանքով է պսակվում։ Այսպես է հոգևոր կյանքը, սիրելի քույրեր, եղբայրներ, շնորհակալ ենք, որ միացաք մեզ, շնորհակալ ենք, որ կիսվեցին նրանք, ովքեր դիտում էին այս երգերը, եթերը ընթացքում երգերը, երգիչը մեկ ուղեղս դրա վրա այս երգերը եթերը կիսվեցին, նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր դիտեցին, բայց չկիսվեցին, ոչինչ, կարևորը դիտեցին։ Տերորդի ձեզ շատ սիրում ենք ձեզ, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք առաջ Աստված վաղ առավոտյան ժամը 9-ին։ Եղբայրս Տերը քեզ շատ օրհնի, միանշանակ համաձայն եմ քո հետ եւ օրհնված, պտղաբեր եւ հաջողված եղիր Քրիստոսում։ Տեր օրհնի ձեզ, ելի քույրեր, եղբայրներ, մնացեք խաղաղությամբ։